Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժազ Բեկտենովի եւ Ղազախստանի խորհրդարանի Մաջլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ։ Կառավարությունը հավանություն է տվել 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին նախագահի հրամանագրի նախագծին։ Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլ առ փուլ սահմանված ցուցանիշների եւ դրանց համապատասխան արդյունքների կատարմամբ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 էթնիկ հայ փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը։ Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքով։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 17.5 միլիոն դրամ է հատկացվել նոյեմբերի 21-ից 22-ը Բաքվում կայանալիք կլոր սեղան քննարկմանը հայկական կողմից 5 փորձագետի մասնակցությունն ապահովելու նպատակով Երևան-Բաքու եւ Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար։ Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ-ադրբեջանական քաղաքասարակությունների ներկայացուցիչների շփումները եւ կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ, նշված է որոշման հիմնավորումների մեջ։ ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների խումբը գլխավորության բանակի քարտուղար Դեն Դրիսկոլի ժամանել է Կիև պատերազմի ավարտին ջանքերը քննարկելու համար։ Թիմը նախատեսում է հանդիպել նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ շրջանառվում են լուրեր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից մշակված խաղաղության նոր ծրագրի մասին։ Նոյեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նահանջել։ Այս ամիս Եղիշե Մելիքյանի գլխավորած ընտրանին նահանջել է 2 հորիզոնականով, զբաղեցնելով 106-րդ հորիզոնականը։